Ողջույն ժողովուրդ ջան, նայում էի երկու անգամ չընտրված կամ ահավոր շատ կեղծիքներով ընտրված Քոչարյան Ռոբերտի ասուլիսը։ Ինչ ասում։ Ասում է ով սուտախոսում ամոթ իրան։ Ընդունում եմ, ով երկրորդ անգամ է սուտ խոսում ամոթ հավատացողին։ Էդ էլ եմ ընդունում։ Ասում ընտրությունները, որ կեղծող լինեի, առաջի փուլով կանցնեի։ Էտուն պարզ չի, որ երկրորդ փուլ ես արել, ժողովրդի աչքին թոզ ես փչել, իբր սենց է ստացվել, ես էլ շատ ժողովրդական մարդ եմ, ժողովրդավարություն ես խաղացել։ Դա բոլորին է պարզ։ Կամ պատերազմում զոհված մեր տղաների թիվը ուրչացնում, ասում ես 5000 զոհ, 11000 վիրավոր։ Ու ասում այն մարդը, ով իր նախընտրական գովազդում ցույց էր տալի, թե Բայրակթարը ոնց է կոտորում մեր երեխեքին։ Դու հաճույք ես ստանում դրանից։ Որ թիվը տենց մեծացնում ես, ասում ես այսքան զոհ, դու հաճույք ես ստանում դրանից։ Ով այսքանից հետո քեզով է հավատալու, ով է հավատում։ Այդ կեղծ ժպիտով, որ պատասխանում ես լրագրողների հարցերին ու ասում ես, ես ես կանեի, այն կանեի, անեիր։ Ով էր ձեռներդ բռնել։ 10 տարի անեիր։ Ու ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Լսես Արամ Զավենի Սարգսյանի հորդորին ու անցնես ստի դետեկտորի միջով, որ ողջ ժողովուրդը տեսնի, թե քո ժպիտի ետևում ով է թաքնված։ Ու մտքովդ հանգարց չանցնի, որ ընտրություններում նույնիսկ մտնելու եք ազգային ժողով։ Ժողովուրդը դա թույլ չի տալու ձեզ։ Շնորհակալություն։